Շենգավիթի դատարանում այսօր շարունակվեց ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու փորձի համար մեղադրվող Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի ու մյուսների դատավարությունը այս անգամ էլ այն կարճ տևեց, քանի որ նիստին ներկա չէր դեռ անցած շաբաթ ձերբակալված ապակալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նրա պաշտպանյալը Ալեքսան Հարությունյանը մենակ էր մնացել և հայտարարեց, որ չի հրաժարվում իր փաստաբանից, նրան է պահանջում։ Նրա այս պահանջին միացան նաև մյուս փաստաբանները, ասացին, որ հնարավոր է, որ կալանավայրից Կոչուբաևին բերեն դատարան։ Փաստաբան Կոչուբաևին պահանջում եք, բայց վիճակը կարող է այս պայմաններում ներկա գտնվել։ Հրաժարվում եմ Ես որևէ խոչընդոտ քրեական դատավարության օրենսգրքում կամ որևէ այլ օրենսդրության մեջ չեմ տեսնում, որպեսզի դատարանը ինչպես ապահովում է այն մեղադրյալների ներկայությունը, որոնք գտնվում են առանձնատության մեջ, նույն կերպ ապահովի նաև փաստաբան, պաշտպան Կոչուբաևի ներկայությունը դատարանում։ Պատվարժան դատարանը ամբողջությամբ համագործակցություն են գործընկերոջս կողմից արտահայտած դիրքորոշման պետք է ստեղ փաստել, որ բացառիկ իրավունքն է մեղադրյալի պաշտպանվել իր կողմից ընտրված պաշտպանի միջոցով, իսկ իր կողմից ընտրված պաշտպանը հանդիսանում է Ալեքսանդր Կոչուբաևը։ Դատախազները չառարկեցին, բայց զարմացան, թե ինչպես է հնարավոր կալանավորված փաստաբանին բերել դատարան։ Նշեցին, որ կան նաև այլ տարբերակներ, այդ թվում հանրային պաշտպաններ գրավելու միջոցով լուծել այս հարցը, բայց պաշտպանյալը անդրդվելի էր, պահանջում էր հենց Ալեքսանդր Կոչուբաևին։ Չեմ պատկերացնում, ոնց պետք է ապահովի պաշտպանների կողմից բարձրացված հարցի լուծումը եւ պաշտպան Կոչուբաևի ներկայությունը սույն դատական նիստում սկզբունքորեն բնականաբար որևէ առարկություն այդ կապակցությամբ չունեմ, բայց չգիտեմ նման մեխանիզմներ ու կառուցակարգեր առկա են թե ոչ։ Իսկ եթե առաջնորդվենք զուտ քրեական դատավարության օրենսգրքով, ապա մեղադրյալ Ալեքսանյանն ըստ էության չի հրաժարվում պաշտպան ունենալուց, նրա պաշտպան ունենալու ցանկությունը շարունակում է առկա լինել եւ նման պայմաններում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, հատկապես այն հիմնավորմամբ, որ դա է պահանջում արդարադատության շահը։ Ի վերջո դատարանը հայտարարեց, որ կդիմի հանրային պաշտպանի գրասենյակ, որպեսզի այլ փաստաբաններ գրավեն, ինչին նորից ընդդիմացավ մեղադրյալը։ Իսկ որ հրաժարվում եք, դա արդեն դատարանը կորոշի։ Կընդունի հրաժարումը թե ոչ։ Դատական նիստի հենց սկզբից հայտարարվեց, որ ներկա չէ մեղադրյալներից մեկը Աղվան Արշակյանը, որը գլխուղեղի քաղցկեղ է հաղթահարել եւ փաստորեն, ինչպես փաստաբանը սկզբում հայտարարեց, վատացել է, շտապօգնություն են կանչել, նա տնային կալանքի տակ է եւ շտապօգնությունը նրան չի կարողացել տանել հիվանդանոց։ Աղվան Արշակյանի առողջական վիճակը այսօր կտրուկ վատացել է, նա զանգահարել է եւ հրավիրել է շտապօգնություն, այնուհետեւ շտապօգնության անձնակազմը որևէ կերպ չի կարողացել կապ հաստատել պրոբացիայի ծառայության հետ, քանի որ նրան պետք է արդեն իսկ շտապօգնության աշխատակիցները տեղում նշել են, որ նրան պետք է տեղափոխեն հիվանդանոց, սակայն որևէ կերպ չեն կարողացել։ Ի վերջո Աղվան Արշակյանը եկավ դատարան, դատարանը նրան հարցրեց նրա առողջական վիճակի մասին, հետո էլ փաստաբանին խնդրեց գրավոր տեղեկություններ ներկայացնել նրա առողջական վիճակի մասին, որ հասկանան, արդյոք տնային կալանքը այս դեպքում ճիշտ միջոց է ընտրված։ Գլխացավ շատ ուժեղ եղավ, բանը սկորի զանգեց մաման եկան Ալարգին Դիմիտրոսովից գեցին, որ քնեմ անցնի գլխացավս, ասացին չենք կարող տանենք հիվանդանոց։ Հաջորդ դատական նիստը մյուս հինգշաբթի է։